Բայց հարգելի ճակերտների մեջ գյուղացիներ, ճակերտների մեջ հարգելի բիզնեսմեններ, այսինքն էդի վերաբերում է, այդ մարդկանց սա վերաբերում է, այդ մարդկանց ովքեր ապրում են Հայաստանում։ Հիմա դուք ձեր մարշքի վրա զգացիք, ինչ որ ասում էր Վարդան Ղուկասյանը տարիներ առաջ, ինչ որ ասում է ընտրություններից առաջ, եկավ, չոքավ ձեր դուռը։ Բիզնեսմենները, որոնք որ ինչ-որ տեխնաբուծարաններ ունեին, ծաղկի բիզնեսներ ունեին, ես միշտ գրող ու սև ցավ ունեին, պառնեկներ եւ այլն, ընդ թքեցին ասոյի փայտիկին։ Ոնց փորձում եք Ռուսաստան ներմուծեք ձուկ, ծաղիկ, խմիչք, չիլլը։ Բելարուսան ընդ բռնամ, Պարկասան ընդ բամփակը, Վրաստան ընդ դեզի բռնամ, եմ բանից անում։ Նույնը վերաբերում է գյուղացիներին։ Ելել այսօր ճամփային բանը փագի այդ հոկտեմբերյան, բան, դեզ եւ այլն։ Բա հելել եք, գնացել եք Նիկոլի միտինգին, այդ նախընտրական բանի ժամանակ այդ բոզի տղեն որոքել էր հոգով, գնացել եք հոկտեմբերյանի հրապարակը ասխկցելու տեղ չկա։ Բայց չեք մտածում, ախր այս բոզի տղեն որ ընտրավ, մեր բերք ու բարիքը մենք ու կամագն ենք մտցնելու։ Թե տեսակ հոկտեմբերյանի քաղաքապետը ֆանտան ներավերականգն է, ճամփ եկնասարք է, այգիա կանաչապատի ու հետ հա, արելա, մալադեցյան, դա չասինք, լավին լավ, վատին վատ, արելա։ Բայց դա չի նշանակում, որ ամբողջ հանրապետությունը դզված է։ Ես մեր ասելով, դուք թքելու եք փեդին։ Դες ինչ էր թվում, Վարդան Ղուկասյանը խափմա, կամ էդի աբդարնա, հիմա այն շուկան, որը որ դուք ընկեր ձկնաբուծությամբ զբաղվողներ, ծաղիկ բուծողներ, ես միշտ գրող ու սև ցավ ուտողներ, խմիչք եւ այլն, այն շուկան, որը որ դուք գրավել եք տարներով, դուք ուսեցիք մեկ վայրկյանում։ Հիմա դուք այդ շուկան կարաք հետ բերեք, ոտերը սկուտեք թե հետ կբերեք։ Ձեզ այդ նույն շուկան գրավեց ադրբեջանական, այսպես ասած, բիզնես կոմպանիաները գրավեցին Վրաստանը նախաձեռն արտահանում ձուկը, իշխանն, սիկնել, ամեն ինչ տարեստական բանը բուծած եւ այլն, ծաղիկները նույնպես, խմիչքեղենը Վրաստան, Ադրբեջանը, մրգեղեն Ադրբեջանը։ Ով դժվարանքում դուք, որովհետեւ հասարակ ուղեղ դուք չունեք։ Դուք չասեցիք այն միակ մարդը, որը որ բացատրում է, ասում է, անում է եւ ի վիճակի է փրկելու շուկան, որ մենք չթքենք ասոյի փայտիկին, դա Վարդան Ղուկասյանն էր։ Ասե, հիմա то տաշիր սամուն ձեզի փրկի, տենամ կարա, չի կարա, տաշիր սամուն ըսկի ինքնիան չի ուզում փրկի։ Այսինքն ինչ արե, պայմանավորվել են, կիեղ, գտեմ մի տունը, վայր, տեսեք, ինձ թե հետապնդում են, կալանքի տակ են, սորագություն ունեմ, ես չեմ կարա գամ Ռուսաստան, բայց ինքը իրականում չեր ուզում գնա Ռուսաստան, որտեղ Ռուսաստանը վիճակը խառնա, գնալով Ռուսաստան, բանը, ռուսական կառավարությունը նա իրեն պիտի ասի տղա ջան, այսքան գումար մուծվի բանակին, որովհետև բանակը պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ, ինքը չի ուզում մուծվի, ոչ որ չմուծվավ Ադրբեջան Ղարաբաղ բանի ժամանակի կոնֆլիկտի, այլ դրած թալանը մեր, մինչև վերջի կոպեկը թալանին նոր Ղարաբաղը տվին թուրքերին, նույն ձևել ինքը չի մուծվելու, որպեսզի չբարելավի ռուսական բանակի վիճակը եւ վատացնի իր վիճակը, դրա համար ոչ մի օլիգարխ չի մտածում պետականության մասին, դա լինի, չգիտեմ, ռուսական օլիգարխ, դա լինի հայկական օլիգարխ, օլիգարխը մնում է օլիգարխ, իմ համար օլիգարխը համարվում է բոզի տղա, որովհետև ինքը բացի իր գրպանի մասին մտածելուց, խոռոփած ունի ժողովրդի վրան։ Հիմա նույնն էլ էսի խաղերը տալım կմնացի, չէ, դա դի ինչ ուզում ալի, ռուսերեն էլ ասում տեսեք, ես չեմ կարող գամ Նիկոլնձի բռնելո։ Իմ սեկտը փագա չեմ կարող գամ, բայց իրականում ինքը չի ուզում գնալ։ Իրականում ինքը ռուսական շահերը չի հետապնդում, իրականում ինքը այսինքն դե ոչ ամերիկյան շահ հետապնդող կա, ոչ եվրոպական, ոչ մի տիպի, օլիգարխ հետապնդում է իր բիզնես շահերը։ Եվ նրանք սկաց ունեն դուք ձեր բերք ու բարիքը կծախի, թե չեք ծախի, որ մի հատ էլ կարողանան բանակցել, ինչ բանակցի։ Տաշի սամոնսկի խոսա չի կարում, տեսակ, լավա դուք տեսակ, հայերեն համար չգիտի, դու մնաս ռուսերեն որ գնա ասի, խնդրում եմ, չգիտեմ ժողովրդի վիճակը բարելավի եւ այլ, չի կարա ասի,
չի կարա, նա չի կարա ասի, գիտեք ինչ, մենք պատրաստ ենք մտնելու միութենական պետություն, մեր վիճակը բայլավեք։ Անեց ոնց որ Բելարուսն չի կարա, որովհետև իակ դեր չունեն պարլամենտում, ազատություն չունեն պարլամենտում։ Նույնն է ռոբիկականները, նիկոլականները Ղարաբաղը տվին, Գիրանցը տվին, Բերձոր, ինչ ասես տվին։ Դուք ունեիք ալտերնատիվա, դա Վարդան Ղուկասյանն էր, չէ՞։ Վարդան Ղուկասյանը քֆուր տալը, Վարդան Ղուկասյանը չգիտեմ ինչ ամ, դե հիմա Վարդան Ղուկասյանը քֆուր չտալը, այդ քֆուրը բարից ամենաբունի մասով եկա փաթաթված ձեր վզին։ Ձեր բերքը դուք չեք կարող ուտեք, ձեր ապրանքը դուք չեք կարող մարտահանեք, ձեր բիզնեսն եղավ տիրում էր, հեսաբանկերը ձեզ կծծանեն, աշունքը որ եկա, պիտի ասեն տոկոսները վարկերը տվեք եւ այլն։ Իտողումից Նիկոլ Փաշյանն բոզիցարը լմասմա արեսա կանաչացրածուկը լավ զուգ չէ, բոզի տողությունը պիտի չափ ու սահման ունենա։ Տիեզերական բոզի տղա, ես որ ասում եմ, պատահական չեմ ասում։ Ամեն ինչ գտնում են, այնքան որ ասեմ, դուք սխալ եք։ Վերջացավ։ Ես ասում եմ, իսկ ես այ որ վաղը մյուսը հանկարծ սահմանել բացվեց Թուրքիայի հետ, որ իհարկե ես փոքր կասկածում եմ, բայց ընդունենք բացվեց։ Թուրքական բերք ու բարիքը որ լծավ Հայաստան, հայ գյուղացի առհասարակ էլիա հողներ չի մշակի, չի կարողանալու ապրի։ Ես չգիտեմ ինչ անելու հայ գյուղացին այդ անգրագետ խավը, այդ տգետ անողնաշար խավը, որ այդքանից հետո Նիկոլ էր բոռը, գնում էր Նիկոլի ոտերն էր պակնն, եկան հոկտեմբերյան հրապարակի մեջտեղ բլսման ծափողջուններով էին դիմավորում։ Դիմավորեք։ Արաջան, ասողին լսողա պետք։ Դες ինչ է թվում։ Վարդան Ղուկասյանը ինչ իամասինա բանը մտածում, որ ասում էր, դե Նիկոլ մի դրեք, այդ 100,000 դրամով ընտրած տեղամաս մի գնացեք, դրան զեն մի տվեք, դուք արդեն տեսել եք, որ դրանք բոզի տղա են, Մակունցի նման պորնիկ խերծծողը, Աննա Վարդապետյանի նման ագարկի վաստակը, չգիտեմ ընդեղ լիքը, ես ասեմ մոռացել եմ, բոզի տղեքին, եւ դրանք իրավունք չունեն ախվեր արտադրվելու։ Դուք իդե չլսակ։ Հիմա ճամփայեք փագը, հելեք հասադուլարեք, գործադուլարեք, ոչինչ ձեզ չի բնփրկելու։ Ատես դանդաղ սովամայեք լնելու սատկելու եք։ Էմարտիկ ոգի մոտեցին Ռոբիկ, Մուսկուլնի եւ այլն։ Այն որ ասում է չաշխատեցին ամրանը, ասա ինչն է պատճառը։ Այմա էս։ Դες բացատրենք, ասում է բանը, եթե ընտրենք Նիկոլի, չընտրենք Նիկոլին, ընտրենք եսիմուր, ռուսները մեզի կտանեն Ուկրաինայի դեմ, բանը պատերազմ, մենակ անասունի ծնունդը կարող այդպես բան մտածել։ Ռուս, մի հատ էլ եվրոպական բոզի տղա հենց ասում է, եթե դուք ուզում եք, որ եվրոպական միությունը ձեզ ընդունի, ռուսների համար Հայաստանը շիլեք բան վիզայով։ Հայաստան գալը վիզայով։ Բոզի տղությունը պիտի չափ ու սահման ունենա։ Որ մենք չասեմ Եվրոպա լավը քունեմ, դու մեզ չես ուզում։ Խնդիր ունես ռուսներ հետ, էլի կնա հարցնուց ինչից մեր կաշվի, մեր մաշկի, մեր առողջության հաշվի, իբր թե վատություն ուզում անել ռուսներին։ Գնալա վատություն։ Առանց մեզ ախպեր, մենք չենք ուզում գործի քլնենք որևիցե մեկի ձեռը։ Մենք չենք ուզում ինատ անենք էլերին, մեր ворը տանք գելերին։ Մենք ուզում ենք մտածենք մեր պետականաշինության մասին, մեր երկրի մասին, մեր երկրի տնտեսության եւ անվտանգության մասին, մեր զինվորի մասին։ Ոչ թե տենամ քեզ ինչա ձեռ տալեմ, ես իմ տնտեսության հերը տնեմ անիցեմ, ինչա քո համար լավ պիտի լինի։ Ես ուզում ասեի, հելեք հիմա ճամփա փագեք, օդ փագեք, եւ չգիտեմ, գետի տակ բանը փագեք, ինչ ուզում եք անեք, այդպես դանդաղ սատկեք, որ այն ժամանակ հասկանաք, որ Վարդան Ղուկասյանը ձեզ խելքին բաներ ասում։ Ասում է, ձեր փրկությունը դոգի մեջ է։ Դե հիմա գնացեք ու վայելեք։ Ամենայն սիրով եւ հարգանքով Վարդան Ղուկասյան։